Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է ապրիլի 17-ի համար։ Օրը կարծես թե օրը 5 շաբթի է, աշխատանքային օր է եւ տեսնենք թե մեզ բոլորիս ինչ է սպասվում։ Գնանք խոյերի։ Ինչ է սպասվում խոյերին ապրիլի 17-ին։ Ողջույն, ոյ։ Հարգելի խոյեր։ Այնպես տպավորություն որ նորից եմ սկսում։ Մի խոսքով, ժամը ձեզ համար շատ կարևոր է, կարող է նաև ինչ-որ մեկը ուշանում է, ինչ-որ մի ժամ է, որը էմոցիաներ է ձեզ տալիս, որ արագ-արագ պետք է գնաք հասնեք այդ ժամին այնտեղ, որ հասցնեք այդ ժամին, կամ ուշանում են, այդպես բարկացած եք, էմոցիոնալ եք, թե ինչու եմ ուշանում, Եվ ոչ կին կա, որ այս կինը այդքան էլ ինքը լավը չի, ինքը կախարդ է, ընդհանուր առմամբ լավը չի, հա, այնպիսի կին է, ով որ ձեզ չի սիրում, կամ դուք իր հետ կարող չեք խոսում, կամ ինչ-որ մեկն է, ով որ տհաճ է մի խոսքով ձեզ, ում հետ կարող եք հանդիպել կամ նաև խոսել այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 17-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը ժամը ձեզ համար շատ կարևոր է, որ այնպես եք, որպեսզի չուշանաք կամ ինչ-որ մեկին եք սպասում, իր պատճառով կանգնած եք։ Համենայն դեպս ինչ-որ բան է կանգնած ձեզ մոտ, ինչ-որ մի բան է դանդաղում, եւ դրա համար կարող եք դիմել նաեւ մասնագետի, որպեսզի այդ հարցը լուծեք, այդ հարցը կարգի բերեք, հա, պատասխանը իմանաք ի վերջո թե ինչու է կանգնած, ինչու է ուշանում։
Եվ այստեղ ինչ որ հարցեր կան հիվանդանոցի հետ կապված, հիվանդի հետ կապված, բժիշկների հետ կապված, կողք գնում եք հիվանդանոց կամ ոչ ինչ որ մի բժշկական կենտրոն է եւ այնտեղ սպասում եք երկար եւ նաեւ այստեղ խոչընդոտներ կան այդ օրը զարգանալու հետ կապված, հա, կարող է ինչ որ մեկի հիվանդության հետ է կապված, չի ապակինվում կամ նաեւ սա կարող է կապված լինել դե որ չի գալիս բժիշկը երկար սպասում եք սպասում թողում գնում եք, հա, տեսնում եք խոչընդոտներ կան, թողում գնում եք եւ զբաղվում եք ձեր գործերով, այդ գործը առաջ չեք գցում, որտեղ ինչ որ խոչընդոտներ կան դրա հետ կապված, դες ասամ ամեն մեկի մոտ ինչ որ կարող է տարբեր բաներ լինել, մեկը կարող է հիվանդանոցի հետ է կապված բժշկական հիմնարկության, յուրաքանչյուր այնտեղ կոսմետոլոգ կլինի, ով կլինի, գնում եք խալեր հեռացնելու եւ այլն, հա, կապ չունի, սպասելու հետ կապված է եւ խոչընդոտներ եւ նաեւ զարգանալ, հա, ամեն մեկի մոտ ինչ որ տարբեր բաներ կարող է տեղի ունենալ, նաեւ այդ օրը սեղանի շուրջ եք նստելու Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում Գնայինք եկվորյակներին Ինչ է սպասվում եկվորյակներին ապրիլի 17-ին Հարգելի եկվորյակներ, այդ օրը ինչ որ տղայի մասին կմտածեք, կամ ձեր սիրելին է, կամ ձեր տղան է, կամ իր ասածների մասին կմտածեք, այդպես։ Եվ ուրախ եք, տրամադրությունը բարձր է լինելու այդ օրը, ոմանք ամուսնության առաջարկ կստանան, սիրո խոստովանություն, ամուսինը կարող է վերադառնալ, ընտանիքում ոչ է կարևոր մի բան լինի, բայց այստեղ եթե ընտանիքում կարևոր մի բան է, չգիտեմ, այստեղ կարող է չեն հիշում ձեր կողակիցը կարող է չի հիշում ինչ որ մի բան է որ դուք կարող եք ձեզ միայնակ զգալ ձեզ լքված զգալ կամ ամուսինն է գնում կամ այդքան էլ ուշադիր չի ինչ որ մի բան է այստեղ որից հետո որ դուք մի փոքր նեղվում եք օրը կերևա կարևորը որ դուք ինքներդ չսրեք ոչ մի իրավիճակ այսքանը ձեզ համար Ձեզ հաճելի օր եմ մաղթում, կամ միգուցե ինչ-որ մեկն է ամուսնանում և դուք եք դե մտածում եք, որ ամուսնանում է, արդեն երկրորդ անգամ, երրորդ անգամ է ամուսնանում, դուք դեռ ոչ որ կետ չեք ամուսնացել, ինչ-որ բաներ են, որոնք որ կարող է ձեզ գցեն դեպրեսիվ վիճակի մեջ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին ապրիլի 17-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը ուշադիր եղեք, վիճում եք, որևիցե գորգռում եք, որևիցե կնոջ հետ։ Այդ կինը այդքան էլ լավը չի, այդ կինը ձեզ այդքան էլ չի սիրում, նաև կարող եք հետո արտասվել, չդիմանալ։ Էնպես որ կամ այդ կնոջը մոտ մի թողեք, կամ պետք է զսպեք, ամենայն դեպս այդ կնոջ հետ եք գորգռալու, թե հիմա կլինի դասի տեղը, թե հիմա կլինի աշխատանքի վայրում, չեմ կարող հստակ ասել, բայց առավոտյանը ում հետ որ կարող եք գորգռալ։ Եվ հետո արտասվել։ Օրվա ընթացքում նաև ինչ որ մի բան կարող է փակ լինել, չստացվել, կապված է ոչ տղայի հետ, կամ ոչ մասնագետի հետ, ով որ տղայի է։ Հետո այսպես թե այնպես մասնագետի հետ, կարող է ինչ-որ մասնագետի հետ եք գիտեք վիճում առավոտյան, կամ արդեն երեկոյան եք ոչ մասնագետի դիմելու, համենայն դեպս այն ինչը որ փայք է, կապված է որևիցե տղայի հետ ինքը կարող է անել, կամ իրա պատճառով է փակվում, իրա պատճառով է որ չի ստացվում, բայց եթե դուք ուզենաք, կկարողանաք այդ ամենը անել, այն ինչ-որ չափով էլ նաև ձեր ձեռքին է։ Եվ այդ մասնագետը կարող եք խոսել մասնագետի հետ, կարող եք նաև եթե աշխատանքի վայրն է, խոսեք ձեր տնօրենի կամ մենեջերի հետ, որ այդ կինը իրան հավաքի։ Այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին ապրիլի 17-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու եւ ուրախ եք, տրամադրությունը բարձր կլինի, որովհետեւ դռներ են բացվելու ձեր առջեւ, ինչ որ նոր հնարավորություններ կարող են բացվել ձեր առջեւ եւ նաեւ շատ լավ ինչ որ ուրախալի որևիցե բան տեղի կունենա ձեզ հետ, ոչ լուսավոր մի բան, որից տրամադրությունը կբարձրանա, բավականին էլի կուրախանաք, բայց մի կողմից չգիտեմ ինչու տխրում եք, չգիտեմ ինչու, եթե մի բանը ձեզ լիարժեք ուրախացնում է, ինչու պետք է դուք մյուս կողմով տխրեք, բայց ինչ որ մի բան է ամենայն դեպս ձեզ դեպրեսիվ վիճակի մեջ գցում, մարդը այն որ մելամաղձոտության մեջ են գնում, միայնակ, այդպես, չգիտեմ ինչու ուրախությունը չեք կարողանում լիարժեք վայելել, եւ ժամը ձեզ համար շատ կարեւոր է այդ օրը ժամին պետք է ուշադրություն դարձնեք կամ ուշ կքնեք կամ ուշ ժամի տուն կգաք կամ ինչ որ մեկը այդպես, հա, դա ուշ ժամի հետ է կապված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին ապրիլի 17-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը ինչ-որ միտեղ կարող եք գնալ, երկար մնալ, սպասել ինչ-որ բանի, կարող է ինչ-որ մի բան կանգնած է, ինչ-որ մի բան դանդաղում է և հույսով լցված եք, որ կլինի, որ կստացվի։ Օրվա ընթացքում նաև տան հետ կապված որևէ իրադարձություն կա, կամ պատրաստվում եք հարսանիքի, պատրաստվում եք ընտանեկան որևիցե միջոցառման, ոմանց կարող են հարսանիքի հրավիրել, ոմանց կարող են նաև կնքահոր, կնքամոր դերում գան ձեր տուն և ձեզ հրավիրեն որպես հայ, որ լինեք իրենց կնքահայրը, մայրը մի խոսքով։ Նաև կարող է հարսանիքին հրավիրում ձեզ, կամ դուք եք հրավիրում ինչ-որ մարդկանց, և ոմանք ամուսնության առաջարկ, սիրո խոստովանություն կստանան, բայց ինչ-որ մի բան փայք է այստեղ, ինչ-որ մի ձգձգվում է, կամ հարսանիքն եք հետաձգելու, կամ ինչ-որ մի բան է կախված ինչ-որ մի բանից, դա ձգձգվում է։ Այդպես ինչ-որ մի բան այնպես չէ։ Կախված է ինչ-որ մեկից, ով որ հիվանդ է։ Միգուցե սպասում եք, որ նա լավանա և հետո նոր շարունակեք հարսանեկան արարողությունը կամ գնաք հարսանիքի և այլն։ Ինչ-որ մի ձևով կարող է աշխատանքներն եք նաև կանգնեցնում, որպեսզի հասկանաք, այդ մարդը երբ կապաքինվի, նորից կսկսեք։ Այսքանը չգիտեմ ում համար ինչպես, բայց այստեղ նաև եթե ուզենաք ամուսնանալ եք, եթե ամուսնության առաջարկել ձեզ անեն, ապա միևնույնն է ինչ-որ մի ձևով պետք է սպասեք, որպեսզի լավանա հետո նոր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշռքներին, կույս կարիճ կշիռ։ Ինչ է սպասվում կշեռքներին ապրիլի 17-ին։ Հարգելի կշեռքներ, այդ օրը ժամը ձեզ համար շատ կարևոր է, առավոտյան շատ շուտ։ Նաև այստեղ խոչընդոտներ կան երկերեսանիների պատճառով, կամ իրենք են ձեզ համար խոչընդոտներ ստեղծում, ինչ-որ կաղաբաներ են խոստացել ձեզ, չեն անում, որն էլ որ ձեր առջև խոչընդոտներ է առաջացել։ Բայց երեկոյան ուրախ կլինեք, ինչ-որ հարցին լուծում կարող եք տալ, կամ կգտնեք այդ հարցի լուծումը, դրա համար ուրախ եք։ Այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին ապրիլի 17-ին։
Հարգելի կարիճներ, այդ օրը ոչ մի բան ձեզ մոտ առաջ կգնա, կզարգանա, գործերը, բիզնեսը, օրվա վերջ այստեղ հաջողություն ունեք, բայց չգիտեմ ինչու վիճում եք ոչ տղայի հետ։ Կամ ոնց որ մարդը ընդունվում է աշխատանքի, բայց այդ տղան չի թողնում։ Հա ինչ որ մի բան է, որ ձեզ հետ լավ բան է կատարվում, բայց ինչ որ մի տղա դեմ է, որ դուք այն անեք, դրա համար վիճում եք իր հետ։ Կամ ոնց որ գնաք սովորելու, կամ ինչ որ հնարավորություն է ստեղծվում ինչ որ մի բան անելու համար, բայց այստեղ կամ վիճում եք այդ տղայի հետ հաջողություն ունենալու համար, հաջողության հասնելու համար, ձեր ուզածին հասնելու համար, հա, այդպես կողակ վիճել նաև այդ տղայի հետ։ Այդպիսով հաջողություն ունենալ։ Հա ոնց որ մարդը գնում է ինչ որ միտեղ եւ այնտեղ գորգռում է, ասում են արի ստորագրենք, մենակ թե քո ձենը վերցրու, այստեղից գնա։ Հա նման ինչ որ մի բան կարող է նաև լինել կամ հակառակը, այստեղ հաջողությունը կա, բայց ձեր զուգընկերը կամ ձեր կողակիցը դեմ է, որպեսզի դա լինի ձեզ հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին ապրիլի 17-ին։ Հարգելի աղեղնավորներ, առավոտյան տան հետ կապված որևիցե իրադարձություններ կան, կամ առիթ է, կամ տեղափոխվում եք, կամ սկսում եք որևիցե վերանորոգում եւ այլն, ինչ որ մի բան է։ Մտքերի մեջ կարող եք լինել օրվա ընթացքում, մտածեք ինչ որ բանի մասին, ինչ որ մեկի մասին, նաեւ օրվա վերջը այստեղ որևիցե բարի լուր կլսեք, որին որ երկար եք սպասել, կարող երեխա է ծնվում, կամ հղիություն է, կամ մեկ այլ բարի լուր է, որին էլի երկար եք սպասել։ Եվ իհարկե պետական հիմնարկության հետ կապված որևիցե հարցեր ունեք, որոնք կարող է առավոտյան պետք է անեք, տանում եք, օրինակ, տան վարկ եք վճարում, կամ տանում եք բանկով ուղարկում եք տան վարձը, այդպես է, ինչ որ մի բան է, որ պետական հիմնարկության հետ կապված է։ Եվ նաև ոչ է հնարավորություն ունեք, որը որ փորձեք ձեր ձեռքից բաց չթողնել այդ օրը։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այճեղ ջուրներին։ Ինչ է սպասվում այճեղ ջուրներին ապրիլի 17-ին։
Հարգելի այցեղություններ, այդ օրը առավոտյան կարող հուզվել նաև հնարավոր է այստեղ կարիերայի հետ կապված մի փոքր նվազում է, ինչ-որ մի բան այնպես չի ընթանում, դրա համար եք հուզվում, նաև կարող եք արտասվել եւ օձեր կան, որոնք որ նախանձում են ձեր ընտանեկան կյանքին, ձեր ընտանեկան հարաբերություններին, միգուցե ձեզ ամուսնության առաջարկ են արել եւ իրենք նախանձում են, որ դուք պետք է ամուսնանաք կամ նմանատիպ որևիցե մի բան։ Եվ օրվա վերջ գումար կարող եք ստանալ, ոմանք կարող են նաև գումար ծախսել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին ապրիլի 17-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, ժամի հետ կապված ինչ-որ մի բան է, կարող է հասցնում եք ինչ-որ մի բան, դրա համար եք ուրախ կամ ժամեր են փոխում, կարող ուզում եք, որ ուրիշ ժամերի աշխատեք եւ գնում եք իմանում եք, որ այո, տնօրենը համաձայն է։ Համենայն դեպս ժամը ձեզ համար շատ կարևոր է, որպեսզի գնաք, տեղ հասնեք շուտ։ Եվ կարող եք նաև սպասել, կարող եք դուք գնալ եւ սպասել ուրիշին, որովհետեւ նա ուշանա։ Եվ այստեղ կարող եք ինչ-որ մի բան փակ է ձեզ մոտ, որովհետեւ կամ դուք եք բարկած, կամ այստեղ որևիցե կին։ Եվ հավանականություն է, որ այդ պատճառով գնում եք որևիցե կնոջ մոտ, ով որ մասնագետ է։ Ինչ-որ մի բան է փակ, որովհետև մարդը պարկած է կամ իրեն լավ չի զգում, չի կարողանում ինչ-որ մի բան անել եւ գնում է ոչ թե մասնագետի մոտ, որ կին է կամ այդ կինն է գալիս ձեզ մոտ, որովհետև դուք չեք կարողանում ինչ-որ միտեղ գնալ կամ ինչ-որ մեկի համար եք դա անում, ով որ պարկած է։ Կարող է բժիշկ է գալիս, կարող է վարսահարդար է գալիս, ձեր մազերը հարդարի կամ մեկ ուրիշի։ Ինչ-որ մի բան է այստեղ։ Եվ իդեպ ասեմ, եթե ինչ-որ մեկը կվատանա, լավ չի զգա իրեն, դա ապա տեղի կունենա գորգռոցի պատճառով, կամ ինքը կգորգռա, կամ դուք կգորգռաք, հետո ձեզ վատ կզգա, կպարկեք, ստիպված կլինեն ձեզ մոտ որևէ բժիշկ կանչել։ Երեկոյան ամեն ինչ կկարգավորվի, ամեն ինչ կնորմալանա, յուրաքանչյուր բան այն ինչը որ չէր ստացվում, կկարողանաք անել արդեն։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին ապրիլի 17-ին։
Հարգելի ձկներ, այդ օրը առավոտյան ինչ-որ մեկին եք սպասելու կամ ինչ-որ բանի։ Եվ այստեղ կգա շատ լավ լուր, բարի լուր, որից հետո բավականին շատ ուրախ կլինեք։ Տրամադրությունը կբարձրանա։ Եվ պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, որտեղ էլ որ նաև կան օձեր, հնարավոր է, որ ինչ-որ մի բան են կանգնացրել, դանդաղեցնում, չեն անում, հա, այդ օձեր են, չի վատ մարդիկ են, չեն անում ինչ-որ մի բան, դրա համար կանգնած է այնտեղ։ Ձեր գործերը առաջ չեն մղում, ձեր գործերը չեն անում։ Եվ երեկոյան հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղայի հետ։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։